Վերադարձանք գովազդից եւ ինչպես ասացինք թողարկման սկզբում փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզվի միջազգային օր։ Տոնը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաեւ Հայաստանում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականով աշխարհի 6000 լեզուներ կորստի մատնվելու եզրին են։ Մեր տաղավարում է ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը, խոսելու ենք մեր մայրենիից ու պարզելու ենք մեր լեզվի հարատևության բանաձևը։ Բարի լույս։ Տիկին Նարինե, ինչ է ձեզ համար հայոց լեզուն, որպես գիտնականի եւ որպես քաղաքացու։ Ամենից առաջ գանձ է։ Եվ որպես գիտնականի, եւ որպես քաղաքացու, եւ որպես հայ մարդու, այսինքն բնիկ լեզվակրի։ Այն իսկապես գանձ է եւ գալիս է 4000-ամյակների խորքից, այսինքն հայոց լեզուն ամերիկյան լեզվաբանական դպրոցի այդ գլոտոխրոնոլոգիա բառավիճակագրական մեթոդով հիմա հստակ որոշում են բոլոր լեզուների տարիքները։ Եվ ըստ այդմ մեր լեզուն արդեն 4000-ամյա է, այսինքն 4000-ամյակ առաջ հնդեվրոպական միասնությունից, գիտենք, որ հայերը հնդեվրոպական ժողովուրդ են, բարբար հայերեն է, դրանից առաջ հայերենը եղել է հնդեվրոպական բարբար։ Այն անջատվել է մայր լեզվից եւ դարձել է ինքնուրույն լեզու։ Եվ պատկերացրեք այդ 4000-ամյակի ընթացքում բառապաշարի, բառակազմության, հնչյունաբանության, ձևաբանական թեքման եւ շարահյուսական կաղապարների ինչպիսի հարստություն է ստեղծվել։ Ուստի ես ասեմ, մտածում, եթե ես հայ չլինեի, միևնույն է ես կդառնայի արևելագետ, որպեսզի քանի որ հայերենն էլ այդ արևելյան լեզուների մեջ է, որ ուսումնասիրեի այդ վիթխարի գանձը։ Եվ այսպես հպարտությամբ, նաև խանդավառությամբ տեսնում եմ, որ դրսի շատ լեզվաբաններ, որոնք ընտրում են այսպես դասական լեզուները եւ արևելագիտությունը, գալիս են Երևանի պետական համալսարան, սովորում են հատկապես մեր հին գրական ոսկեղենիկ մայրենին գրաբարը, ուստի այն ինձ համար գանձ է, որի կորուստը պարզապես, չգիտեմ, անպատկերացնելի, անթույլատրելի եւ անհնարին։ Այ կորստի մասին խոսեցիք, կարող ենք ասել, որ մեր լեզվին վտանգ չի սպառնում, որովհետև այն ոչ միայն կազմված է գրական հայերենից, այլ նաև մենք ունենք շատ բարբառներ, այո, չնայած նրան, որ Հայաստանի տարածքը բավականին փոքր է, բայց բարբառները բավականին շատ են, ու նաև այսպես շատ հարուստ է մեր լեզուն բարբառներով։ Գիտեք, երբ խոսում ենք լեզվի կորստի մասին, իհարկե պետք է ասել, որ կորստյան վտանգներ ինչ-որ առումով միշտ կան։ Եվ իհարկե լեզուն դա միայն գրական հայերենը չէ, ինչպես դուք նշեցիք, մենք ունենք բարբառային վիթխարի հարստություն, ես մի այսպիսի խոսք ունեմ, գիտեք, սովորաբար ասում են, որքան լեզու գիտես, այդքան մարդ ես, ես կարծում հայերենի պարագային, որքան հայերենի բարբառ գիտես եւ տիրապետում ու հասկանում ես, այդքան դու հզոր հայ ես։ Որովհետև, ինչպես ասացիք, մեր տարածքը պատմական զարգացումների եւ մեր սեփական սխալների պատճառով խիստ փոքրացել է, բայց այդ բարբառների առատությունը խոսում է այն մասին, որ ինքը իսկապես եղել է շատ մեծ։ Հիմա կորստի վտանգը, գիտեք, նախ եւ առաջ վերաբերում է բառապաշարի աղարտմանը, եւ որ ասացի գանձ է, չէ, քերականական, ձևաբանական այդ հարստության կորստին, որովհետև պետք է նկատել, որ շատ բարբառայնացված լինելը, այսինքն բազմաթիվ բարբառներով հարուստ լինելը, երբեմն ազդում է գրական լեզվի վրա շատ խիստ եւ մեծ խզում է առաջանում։ Հիմա իհարկե հենց մայրենի լեզվի օրը երևի որ սկսենք քննարկել, թե արդյոք քանի մարդ է հայերենում խոսում համապատասխան ոճերում, բարձր, պաշտոնական, գեղեցիկ, ոսկեղենիկ հայերենով, մենք կարող ենք ընկնենք այսպես բուռն քննադատության գիրկը, ինչ-որ ցավ ապրենք դրա համար, բայց ես կարծում եմ, որ այդ խզումը, որը կա բարձր գրական լեզվի եւ խոսակցականի միջեւ, ընդ որում բարբառները հաճախ շատ ավելի հարուստ ու գեղեցիկ են, քան այդ արտենին լեզուն օգտագործեմ նման բառ, այսինքն խոսակցականը, որը հեղեղված է լինում օտար փոխառություններով։ Այսինքն լեզվի կորստի մեջ ինձ համար ամենացավալին հայերեն բառերի կորուստն է։ Այսինքն երբ մարդիկ բնիկ հայկական ձևը թողած խանդավառվում են ինչ-որ օտար ձևերով, լինեն դրանք հատուկ անունները, այսինքն անձնանունները, լինեն դրանք տեղանունները եւ կամ սովորական բառերը։ Օրինակ, երբ ես զարհուրում եմ, երբ մարդիկ խոհանոց բառը թողած սկսում են օգտագործել այդ կուխնի կառուցվածքը, որը գալիս է այսպես գերմանական լեզուներից, մեր մեջ անցել է ռուսերենի միջոցով, կամ մեր պայծառ գունանունները թողած, այ հիմա դուք նենց գեղեցիկ վարդագույն եք, այս վառ քաղցրավուն
հագել, թողած օգտագործում են, չգիտեմ, ռոզվի են ասում։ Չնայած ռուսերեն դա հնչում է ռոզը եւ այլ, այո, փոխառելիս դու անպայման այն սկսում ես համապատասխանեցնել քո լեզվին, բայց այդ փոխառությունները այնքան անհարկի են, այնքան գրեհ են։ Գրաբարում գրեհ նշանակում էր փողոց, այսինքն գրեհիկ դա նշանակում է փողոցին բնորոշ։ Մենք չպետք է թույլ տանք, որ անգամ մեր կենցաղային լեզվում նման գրեհի բառերը ներխուժեն եւ բնիկ ոսկեղենիկ ձևերին պայքար հայտարարեն ու դուրս մղեն։ Դրա համար բանասիրության, այսպես բաժանմունքում Երևանի պետական համալսարանի ես միշտ մեր բանասերներին ասում եմ դուք առաքելություն ունեք եւ պետք է չընկճվել, գիտեք, երիտասարդության մեջ դա կա, չէ՞, ու դա կորուստ է։ Նրանք մի տեսակ անհարմար են զգում գրական բառերով խոսել։ Մտածում են, եթե այդպես խոսեն, կկարծեն, թե իրենք կտրիչ չեն։ Իսկ եթե հատկապես դա տղաներին է վերաբերում։ Դրա համար կորուստը այդ բառապաշարի մեր բնիկ ձևերի կորուստն է, որի դեմ իհարկե մենք պետք է համառ կամք դրսևորենք եւ ամենտեղ, եթե անգամ որևէ մեկը չգիտե, որ դեղապատիճը դա կապսուլան է, պետք է դեղատանը ասել, ինձ տվեք այսինչ դեղի պատիճից։ Եթե ինքը չի հասկանում, դուք ժպտալով ասում եք, որ դա կապսուլան է եւ ինքը դա ընդունում է։ Կամ չեք ասում, որ պետք է գնել կաբաչկի, այլ պետք է գնել դդմիկ։ Գեղեցիկ կարճ, սմբուկ։ Տեսեք, անգամ Բադրիջանը շատ խորտ եւ թյուրքական փոխառություն է, կա շատ ավելի կարճ ձև, սմբուկ։ Եվ ավելի հեշտ։ Այո, եւ դյուրին արտասանվող։ Բադրիջանի դեպքում այդ դերը սկսում է այսպես դրափոխություն եւ մի այլանդակ բան է առաջանում։ Սմբուկ ասում ես, երջանիկ գնում ես։ Անգամ տեսեք պոմիդորը, չէ, լոլիկ ասեք, գնացեք կարճ։ Այո։ Լեզուն միշտ ավելի դեպի բարեհնչյունության է ձգտում։ Այսինքն մեր պայքարը պետք է լինի պահել բնիկ հայկական անձնանունները, տեղանունները եւ բառապաշարը։ Իսկ քերականությունը այն միշտ անսասան է։ Տիկին Նարինե, ո՞րն է հայոց լեզվի առանձնահատկությունները համաշխարհային լեզուների շարքում։ Համաշխարհային լեզուների շարքում իհարկե պետք է նշել որպես հնդեվրոպական լեզու, մենք իսկապես առանձնանում ենք եւ նորից անդրադառնամ բառապաշարին։ Հայրենի բառապաշարը եւ բառակազմությունը շատ ճկուն է։ Միակ խնդիրը, որ մենք ունեցել ենք եւ դա այսպես 5-ից 6-րդ դարերում շտկել են հունաբան մեր հայ քերականները, նախածանցների բացակայությունն Նախածանցներով գրաբարը այնքան էլ հարուստ չի եղել, այդ ներ, հակ, գեր, վեր, տրամ, շախ, շար, դրանք այսպես հունաբան քերականների ստեղծած հարստությունն են։ Բայց մենք հիմա ունենալով այդ նախածանցները եւ բառակազմական լավ կաղապարներ, ցանկացած բառ, ես ձեզ վստահաբար ասեմ, կարող ենք թարգմանել եւ հայեցնել։ Տեսեք, միշտ լեզվի մեջ կա այսպես մարդ, կոչվում են մակրակենցաղների կամ մակրամոլների եւ իբրև այսպես համաշխարհային մարդկանց, որոնք ասում են ինչ է եղել, ամբողջ աշխարհը ասում էր անդրադառնամ այն հին վեճին, որին անգամ Վահան Տերյանն էր տուրք տվել, որ եթե կա վելոսիպեդ բառը, ապա հարկ չկա, ենթադրենք հեծանիվ բառը դնել կիրառության մեջ, կամ եթե պալտոն կա, վերարկուն կարող է հավելադրություն։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ մեր հայրենի այդ ունակությունը ամեն ինչ թարգմանելու ինքը հավերժական գործուն է։ Տեսեք, ունենք երկու բառ, որը շատ է օգտագործվում, այսպես կոչված նարատիվը եւ դիսկուրսը, չէ՞, դե հիմա հանրային կյանքը երբ ծավալվում է, եւ տեսեք, դիսկուրսի համար հրաշալի բառ ունենք խոսույթը։ Եվ ես մեծ ուրախությամբ տեսնում, ինչպես խոսույթը հաղթում է այդ դիսկուրսին։ Նարատիվն էլ գրեթե այսպես հավասարվել են, բայց դա ընդհանրապես նարա արմատն է լատիներեն նշանակում է պատում։ Դե գիտեք, կյանքը մարդկանց լսված է տարբեր պատումներով, որոնք մեր մտածողությունը կաղապարում են եւ այլն դառնում են տարածված կաղապարներ, այսինքն ես տեսնում եմ, որ այդ միջազգային բառերը եւ մեր լեզվի հիմնական դա հաջողությունն է կարողանալ թարգմանել։ Ու թարգմանում ենք թագավորավայել շքեղ բառերով։ Տեսեք, խոսույթը որքան դյուրին է արտասանել, ի տարբերություն ենթադրենք դիսկուրսի։ Կամ այն, որ խոսում են դելիմիտացիա եւ դեմարկացիա, չէ, երբ սկսվեց այդ սահմանային գործընթացը, ես ուրախությամբ տեսա, որ սահմանագծում սահմանազատումը շատ լավ գործածվում է։ Այո, հնչում է, հասկանալի է եւ բոլորի համար հասկանալի է, որ դու սկզբից ինչ պետք է անես, պետք է գծես, չէ՞ մի բան, թղթի վրա գծես փաստաթղթերի այսպես քարտեզների, հետո նոր գնաս զատես։ Եվ դրա համար այդ դեմարկացիա եւ դելիմիտացիա եզրույթները եւս գնում են դեպի պատմական պահոց։ Ու հայերենը ամենտեղ հաղթում է։
Տեսեք Աստվածաշնչի թարգմանության մեջ, որը հայերեն առաջին գիրքն է թարգմանված, հին հունարենից, մասամբ նաև ասորերենից, մենք այնտեղ այնպիսի հրաշք բառեր ենք օգտագործել։ Ամբողջ աշխարհը ենթադրենք ասում է ապոկալիպսիս, չէ, բայց մենք ասում ենք հայտնություն։ Եվ այդ հայտնությունը ավելի լավ է դրսևորում այդ ամբողջ աստվածային երևույթի էությունը։ Այսինքն մենք միշտ կարողացել ենք օտար հասկացույթներին տալ բնիկ հայկական անվանումներ եւ ժամանակի ընթացքում նրանք ապացուցել են իրենց կիրառականությունը։ Անկամ հիշեմ խորհրդային շրջանը, չէ, սկզբից դա կոչվում էր սովետ, ասում էին սովետական, բայց դրեցին խորհուրդ եւ հրաշալի էր։ Կամ ինչպես մենք 90-ականներին բերեցինք նախարար հզոր բառը, մինիստրի փոխարեն, այո, պրեմիեր-մինիստրը դարձավ վարչապետ, որովհետեւ առաջին հանրապետությունում նա արդեն վարչապետ էր եւ նախարար էր։ Այսինքն հայերենը ունի այդ առանձնահատկությունը շատ դյուրին նոր հասկացությունները եւ հասկացույթները անվանել իր բառերով։ Ու դրանով մենք ոչ թե երբեմն մարդկանց թվում է ասում է ամեն ինչ հայերեն դարձնենք, անջրպետվում ենք։ Ընդհակառակը մենք այդպես ավելի մոտենում ենք։ Եվ ես կարծում եմ 21-րդ դարում պետք է այնպես անել, որ միջազգային ատյաններում հայերենը հնչի որքան հնարավոր է ավելի հաճախ։ Ես սխալ եմ համարում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները գնում են եւ անպայմանորեն ձգտում են, ենթադրենք գիտենք, որ անգլերենը հզոր այսպես միջազգային լեզու է, բայց այդ ատյաններում խոսել անգլերեն։ Բոլոր ՄԱԿ-ի անդամ պետությունների պետական լեզուները եւ այսօր, չէ, մայրենի, ինչպես ասացիք, գործառույթների եւ գործածության պաշտպանության օրն է, բոլոր ՄԱԿ-ի պետությունների լեզուները այնտեղ կարող են հնչվել եւ թարգմանվել։ Այսինքն երբ դու այնտեղ խոսում ես օտար լեզվով, ընդ որում կարող ես հաճախ նաև վատ խոսել, չէ, դա բնական է, admo առոգանությամբ խոսել, շատ ավելի ճիշտ է խոսել քո ազգային լեզվով, այնտեղ կթարգմանեն։ Այլ խնդիրը, երբ բանակցային այսպես սեղանին, երբ միացված չեն այսպես համապատասխան տեսալսողական եւ ձայնագրող սարքերը, դուք կարող եք խոսել այդ անգլերենով կամ ֆրանսերենով, նայած թե որտեղ ես։ Բայց մենք պետք է գնանք, ինչպես ասում են, այսօր լեզուների թվայնացման դարաշրջանն է, դա էլ շատ կարևոր է, որ մենք մեր արհեստական բանականություն ունենանք։ Չգիտեմ, նրա անունը Անահիտ կդնենք, թե Արմեն կդնենք, մեր այդ բանատեգետիկ տարբեր հնարավորություններ կան այդ անվանումների տեսանկյունից, բայց արհեստական բանականությունը եւս պետք է շքեղ հայերեն խոսի։ Եվ միջազգային ասպարեզներում մեր հայկազյան լեզուն պետք է բարձրահունչ լինի։ Այ մենք այսօր խոսեցինք այն մասին, որ կարծես թե շատ լեզուներ վտանգված են, հա? Ճիշտ է։ Բայց ի ուրախություն մեզ հայոց լեզուն կարծես թե այդ ցուցակում չէր։ Եկեք խոսենք, թե ինչն է պատճառը, որ այդքան մեծ պետությունների մեջ բազմաթիվ լեզուներ վտանգված են, բայց մեր այս գեղեցիկ հայերեն լեզուն, ինչպես դուք եք գովերքում, այն այսօր կա եւ ամուր կանգնած է իր ոտքերի վրա։ Անկեղծ ասեմ, ինձ թվում է ես չեմ գովերքում, համեստաբար արձանագրում։ Բայց երբ որ դուք եք խոսում հայոց լեզվի մասին, իսկապես այն մի այլ գեղեցիկ ձևով է հնչում։ Ես միշտ ասում, ես իրատես եմ լեզվի առումով, գիտեք, դրա այն մեր լեզվի այսպես ծաղկման, բարգավաճման եւ առաջընթացի միակ գրավականը դա ինքնուրույն պետությունն է։ Պետականության գոյությունը լեզվի հարատևության, ձեր խոսքի սկզբում երբ բացման այսպես ելույթ ունեցաք, նշեցիք, որ լեզուների հարատևությունը շատ կարեւոր է, մեր պետականությունը որքան հարատև կլինի, ընդ որում ձեզ այսպես ասեմ, պատմական բերումով դու կարող ես, չէ, անցյալի շրջանում մենք չենք ունեցել այդ պետականությունը, բայց կային պետականությանը համազոր հաստատություններ։ Դրանք դա ամենից առաջ եկեղեցին էր, հայ առաքելական եկեղեցին եւ քանի որ հնագույն ավանդույթով, որ ամբողջ աշխարհում այդպես է, հիմա օրինակ ասեմ, եթե դուք նայեք համաշխարհային այդ վարկանշային որակավորման ցուցակներում, կաթոլիկ համալսարանները բարձրագույն տեղ են գրավում։ Այսինքն ամբողջ աշխարհում եկեղեցին եղել է գիտելիքի ուսուցման կենտրոն եւ մենք ունեցել ենք եկեղեցիներ, վանքեր, որոնք միևնույն ժամանակ տեսեք եղել են հավասարաններ։ Տաթևի համալսարանը, Հաղպատը, Սանահինը, դրանք դպրոց ու համալսարաններ էին, որոնք արժեին ամեն ինչ։ Օրինակ Ներսես Լամբրոնացու մասին, եթե անդրադառնանք Կիլիկյան Հայաստանին, ասում էին, որ ինքը տարվա կեսը 6 ամիս գնում էր, ճգնում էր, ձեռագրեր էր արտագրումներ, բողյաններ էր գրում, իսկ մյուս 6 ամիսը հագնում էր աշխարհիկ զգեստներ եւ գնում էր դիվանագիտական աշխարհիկ կյանքի։ Այդպես մեր լեզուն եւ հոգեվոր եւ պետական ոլորտներում զարգացել է, իսկ երբ դու ունես ինքնուրույն պետականություն, դու ունես քո լեզուն պաշտպանելու մեծ հնարավորություններ, բայց ես ձեզ ասեմ, հարձակումները բազմաթիվ են։ Տեսեք ինչ է կատարվում մեր տեղանունների հետ։
Եթե մենք նայում ենք օրինակ, ընդ որում դա վերաբերում է ոչ միայն այս պահին զավթված Արցախին, այլ նաև ամբողջ Հայաստանին։ Ադրբեջանական մամուլում միտումնավոր, ընդ որում իրենք համակարգային են աշխատում, գրում են օտար տեղանունը եւ փորձում են մարդկանց վարժեցնել դրան։ Այսինքն պետական լեզու լինելու գործառույթը փրկում է յուրաքանչյուր լեզվի հարձակումներից եւ վահանի պես է ծառայում։ Ցավոք ունակ անդրադառնանք, չէ, արևելահայերեն մենք բարբարների մասին խոսեցինք, բայց մենք դրանով էլ յուրահատուկ եւ շքեղ ենք, որովհետեւ ունենք երկու, չէ, գրական հայերեններ՝ արևմտյան, արևմտահայերենը եւ գրական արևելահայերենը։ Այսօր արևմտահայերենը ցավոք իսկապես վտանգված է, որովհետեւ գիտենք եւ համաշխարհային զարգացումներում, հատկապես արաբական պետություններում, որտեղ հայկական գաղութը ցեղասպանությունից հետո շատ հզոր էր, դա եւ Սիրիան է եւ Լիբանանն է, այն դրանից առաջ Իրաքը քանդվեց եւ այնտեղի հայ բնակչությունը անընդհատ այսպես գաղթ տեղաշարժերի մեջ է, մեկնում են կամ Միացյալ Նահանգներ կամ Փարքաստուծո որոշ մասը նաեւ Սիրիահայոց եկավ Հայաստան։ Եվ արևմտահայերենը այդ տեսանկյունից իսկապես մեծ հոգացողության կարիք ունի, խնամքի։ Մենք պետք է հասկանանք, որ այդ բազմազանությունը մեր հարստությունն է։ Եվ արևմտահայերենին եւ դպրոցներում եւ չասեմ գրական այսպես քաղաքական իրադարձություններում մեծ տեղ տանք։ Ես հիշում եմ առաջ ուսուցիչների համար արևմտահայ մեր գաղութների, սփյուռքյան գաղութների դասընթացներ էին կազմակերպում։ Իսկապես արևմտահայերենի համար պետք է անհանգստանալ։ Եվ մի դիտարկում էլ անեմ, գիտեք Հայաստանում օրինակ մենք ունենք ազգային չէ փոքրամասնություններ, ինչպես եզիդիներն են, քուրդերը, ասորիները, պետք է դրականորեն նշել, մենք ֆակուլտետում նաև եզիդի հրաշալի ուսանողուհի ունենք, նրանց լեզուների հանդեպ միշտ եղել է շատ հանդուրժողական այսպես վերաբերմունք եւ կան հնարավորություններ, որ նրանք առավել ծաղկեն, զարգանան, որովհետեւ դա էլ է ցույց տալիս մեր հարստությունը։ Իդեպ երբ ուսումնասիրում ես վերջերս հայերենի եւ եզդիերենի հետ կապված հոդված գրեցի անձնանունների առումով եւ տեսա թե ինչ ընդհանրություններ կան։ Իհարկե եզդիերենն էլ ինչպես հնդեվրոպական լեզու, ինքը իրանյան է, մեր աղերսները կան, թե ինչպես են իրենք մեզանից վերցնում, զարգացնում այդ փոխանցումները։ Այսինքն լեզուների հանդեպ միշտ պետք է դրսևորել շատ հանդուրժողական վերաբերմունք եւ ոչ թե այն ձուլման դաժան իրականությունը, ինչը մենք տեսնում ենք օրինակ այսպես բռնատիրական կամ ավելի վայրագ հասարակություններում, որովհետեւ եթե որևէ այլ երկրի քաղաքացի քո երկրում իր լեզվով հանգիստ խոսում է, այն ուսուցանում է, դա միայն փառք եւ պատիվ է քեզ։ Այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ Հայաստանում լեզվական քաղաքականությունը միշտ միտված է եւ փոքրամասնությունների լեզուները պահպանելու, այսինքն Հայաստանում այսօր կարելի ասել ազգային փոքրամասնությունները մի քանի տոն են էլի նշում, եւ հայերենի տոնը, եւ իրենց ազգային լեզվի տոնը, եւ այդ առումով ես բոլորի շնորհավորում եմ, բայց իհարկե պետք է հասկանալ, որ դա միայն խորհրդանշական առումով չէ, ինձ թվում է մայրենի լեզվի օրը ամեն օր պետք է լինի, եւ ոչ միայն ամեն օր, այլև ամեն ժամ։ Ու այդ տեսանկյունից պարզապես այսօր առիթ է խոսելու այն հիմնախնդիրների մասին, որ օրինակ պետական պաշտոնական կայքերում կարող են հայրենի հանդեպ մեղանչումները շատ լինել։ Ես կարծում եմ, թե սահմանադրորեն եւ օրենքներով ամրագրված է, որ պաշտոնյաները պետք է լավ տիրապետեն իրենց մայրենի լեզվին, բայց այստեղ մենք թերացումներ ունենք եւ պետք է աշխատենք։ Բայց ինչպես ասում են, թերացումներ չունի միայն նա, ով ոչինչ չի անում։ Խոսեցինք, որ հայերեն բառերը, որոնք որ շատ դեպքերում մենք գործածում ենք օտարածին բառերը, հիմա կան նաև հայերեն գեղեցիկ բառեր դրանց փոխարեն։ Բայց սոցցանցերում շատ տարածված են նաև այսպես երկար անիմաստ բառեր, որոնք իբրև թե թարգմանություններ են, այո, արդյոք սրանք իսկապես թարգմանություններն են, թե ինչ որ ուշադրություն գրավելու կամ լայքեր հավաքելու միջոց է։ Ես ասեմ, հաճախ որ ասում են օրիորդապնդիչ, ենթադրենք ջենթլմեն բառի համար, որի իսկական համարժեքը որն է, դա ազնվայրն է։ Ջենթլմենը, ջենթլ եւ մեն ինքը ազնվայրն է։ Իսկ գիտեք, ազնիվ բառը ոչ միայն այն որակն է, որ նշանակում է ինքը արդար է իր խոսքերում եւ չի ստում, այլ նաեւ ինքը ազնիվ ծագում ունի։ Բայց ասում են օրիորդապնդիչ կամ փրփրագմպիկ, այո, փրփրագմպիկ, չգիտեմ, այ գրգռաճեղք բառը, բայց հզոր բառ է։ Բայց նաև մի բառեր կան, որ ճշմարիտ բան կա, էլի, որ այդ ճեղքը կա ինչ որ
Նաև կար կալգոտկայի թարգմանությունը, որը չէ, բայց մեկ ուրիշն էլ կար ինչ որ ցանցավդացած, կամ խմորած լորածակ, որը մակարոնին են ասում։ Մակարոնին, չէ, դե գիտեք, միշտ համամիտ եք բոլոր թարգմանությունների հետ։ Ես ասեմ, բայց այդպիսի թարգմանություններն էլ ուրախացնում են մեր կյանքը։ Օրինակ լսում ես օրորթա պնդիչը բացեց փրփրա գմփիկը եւ նայեց գրգռաճեղքին եւ անմիջապես ծագում է շատ զվարճալի այսպես իրավիճակ։ Ես համոզված եմ եւ կարծում եմ ցանկացած ողջամիտ ու հումորի զգացում ունեցող մարդ հասկանում է, որ նման բառերը ստեղծվում են մեր բարդ կյանքը լուսավորելու համար։ Եվ ընդհանրապես հումորը ու այդ կատակները բառային միշտ փոխում են իրավիճակը։ Այսինքն բավական է մի զավեշտական բառ օգտագործես, ասես, «Օ, այս քո զգեստը ինչ գրգռաճեղք ունի» եւ ամիջապես մթնոլորտը փոխվում է, դառնում է ավելի մտերմավար, այսպես ընտանեավար։ Այսինքն այդ բառերը իրականում հենց ի սկզբանե ստեղծվել են կատակի համար։ Բայց շատերը դե ինչ արած կան մարդիկ, որոնք չունեն հումորի զգացում։ Եվ սկսում են ասել, այ տեսեք, դուք թարգմանեցիք այսպիսի ծիծաղելի բաներ ասացիք։ Թեև այս ոլորտում նաև էլի խնդիր կա, տեսեք, արևմտահայերը շատ ավելի նախանձախնդիր են ամեն ինչ թարգմանելու մեջ։ Այդ դե որովհետև իրենք առավել վտանգված են, որպես իբրև ազգային փոքր միավոր եւ լեզվակիր, նրանք ամեն ինչ թարգմանում են։ Օրինակ բանկը կոչում են դրամատուն։ Որ մտածում ես, բանկը իրականում դրամատուն է, այո, իմաստը շատ հասկանալի է, պարզապես օրինակ մեզ մոտ թեև կապիտալի առումով որպես դրամագլուխը կիրառվում է, ես օրինակ որ տնտեսագիտական գրականությունը կարդում, տեսնում եմ դրամագլուխը առկա է, բայց օրինակ դրամատունը չի ամրակայվում։ Հետո տեսեք, տանկի համար կա հրասայլը։ Օրինակ ինձ դուր է գալիս, բայց ասելա շատերը պնդում են, ասում են սայլ պատկերացնում ենք, մենք այն Լճաշենի, այսինքն 3-րդ հազարամյակի սայլն ենք պատկերացնում, որ հիմա մեր պատմության թանգարանում է։ Գուցե դա պետք է թողնել ժամանակին։ Իրոք կան կազմություններ, որոնք ձեզ կարող են ինչ-որ խորտ թվալ այս պահին։ Ես նորից վերադառնամ, գիտեք, խոսույթ բառը, որ սկզբից մտավ, այնպես չէ, որ բոլորը գրկաբաց ընդունեցին։ Իդեպ հասարակությունը շատ պահպանողական է, գիտեք, ինքը իր սովորած բառից հետո դժվարությամբ, ինչպես ասում են, սվիններով է ընդունում նոր բառը, բայց բառերը ունեն նաև հաղթելու ունակություն։ Ոչ միայն բառերը, յուրաքանչյուր նոր բան շատ դժվար է։ Իհարկե, դες ասում, բառն էլ որպես նոր իրողության արգասիկ կարող է սվիններով ընդունվել։ Ես ասեմ, երբ դուք կարդաք օրինակ 20-ական թվականների գրականությունը, անգամ 30-ական, ամենտեղ գրված է ռևոլյուցիոներ, ռևոլյուցիա, չգիտեմ ինչ, բայց մենք գրաբարից սկսած ունենք հրաշալի բառ, հեղափոխություն, երբ դու հեղում ես, այսինքն այսպես հրաբխի պես էլի, լավան ինչպես է հոսում ու փոխում ես, բայց հիմա ով է ասում ռևոլյուցիա, ոչ մեկ, բայց եթե մենք այն ժամանակ էլի օրինակ 30-ականներին չոր հաղորդում կազմակերպեինք եւ քննարկեինք, կարող է շատ բառեր մեզ ասեին գնում եք, չգիտեմ, հին դարուց հիշատակներ փորձում եք վերակենդանացնել։ Օրինակ, ինչ շատերն են ասում, հին բառեր ես սիրում, չգիտեմ ինչ։ Ես ասում նախ ես հինավուրց վաղնջական մասնագիտության կրող եմ, ինչպիսին բանասիրությունն է, եւ դրա համար հին բառեր շատ եմ սիրում։ Բայց ընկերներ, մենք իբրև լեզվակիրներ պետք է փորձենք ճաշակ ձևավորել։ Իսկ հետո բառերը իրենք անգամ զորեղ են։ Գիտեք, նրանք նման են սերմին։ Սերմը երբ ընկնում է, չէ, դուշաղ է տալիս։ Եթե ընկնում է բարեբեր հողի մեջ, հիշենք Աստվածաշնչյան հայտնի առակը, ինքը ծլարձակում է եւ մեկի փոխարեն 3-4, հետո 10 պտուղ է տալիս։ Իսկ եթե չծլարձակես, դե ինչ արած։ Օրինակ հրասայլը դե չի օգտագործվում։ Ցիլ չի տալիս։ Դե բայց գուցե ինչ-որ, բայց ինքնաձիգը տեսեք մտավ։ Ինքնաձիգը, այո, ինքնաձիգը մտավ եւ դարձավ կիրառական։ Այսինքն այստեղ կարևորը սահմանը, ինչ որ չափը պահպանելն է։ Տիկին Նայնե, շատ շնորհակալ ենք հետաքրքիր հարցազրույցի համար։ Մենք այսօր ձեզանից բավականին գեղեցիկ բառեր այսպես կորզեցինք, հուսամ որ կօգտագործենք։ Իհարկե, ամենակարևորը։ Այո, օգտագործենք գեղեցիկ բառերը ու մայրենի լեզուն ամեն օր, ոչ միայն վաղը տոնը նշելով, այլ ամեն օր խոսենք գեղեցիկ հայերենով։ Ձեզ շնորհակալություն զրույցի համար։ Իսկ մենք անցնենք առաջ եւ ինչ է մեզ սպասվում հիմա, Հասմիկ։ Կարծում եմ Գովազդ Շանթի եթերում։ Գովազդ Շանթի եթերում։